Բարև ձեզ տիկնայք եւ պարոնայք, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր լրատվամիջոցներին, որոնք արձագանքել են մեր խնդրանքին, եկել են հենց այս մամուլի ասուլիսին, մենք որոշել ենք հենց մի հատ գեղեցիկ տեսարանով անել Գարեգին Նժդեի արձանի ֆոնի վրա։ Թեման այսօր մարդու իրավունքների խնդիրն է, որը կարծում շատ կարևոր է հատկապես այսօրվա Հայաստանի համար։ Ուզում եմ նշեմ, որ այս տարի, չնայած դա դեռ անցյալ տարի մենք հայաքվեն եւ քաղաքացիական իրավունքների կոալիցիան ներկայացրել են մի քանի զեկույցներ ՄԱԿ-ի տարբերական այդ դիտարկումների հատուկ հանձնախումբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակ, որը հենց զբաղվում է մարդու իրավունքներով եւ նպատակն է ցույց տալու այն իրավիճակը, որ կա Հայաստանում։ Եվ մեր կողմից Հովհաննես Իշխանյան մասնակցել էր այդ Ժնևում տեղի ունեցող քննարկումներին այս տարվա մայիսի սկզբին։ Հովհաննես ավելի մանրամասն ձեզ կներկայացնի եւ իմ ընկերները, գոլեգաները, որոնք այսօր ներկա են Հովհաննեսից բացի Մարնենա Մալխասյան, Հովհաննեսը Խուդոյան եւ իրենք կներկայացնեն այս ավելի մանրամասն թեմատիկան։ Ուզում եմ հատուկ շեշտեմ, որ խնդիրը մինչև այդ ինչի մասին է, նայեք, մարդու իրավունքների թեմատիկան իսկապես շատ կարևոր է թե Հայաստանի համար եւ բայց 2018 թվականից հետո տեղ ունեցել մի գործընթաց, երբ այն կազմակերպությունները, ՀԿ-ները, որոնք զբաղվում են այս թեմատիկայով, իրանք կամաց ձուլվեցին, կարելի ասել իշխանության հետ մեկ ընդհանուր մարմին դառան, եւ սա հատկապես պարզ երևում էր այս տարվա ներկայացած մի շարք զեկույցներից։ Եվ դրա համար Հայաստանում հենց մարդու իրավունքների զբաղվող հասարակական նոր, ասենց ասեմ, կազմակերպությունների ի հայտ գալը բնական երևույթ էր, եւ սա կարելի ասել առաջին անգամ մարդու իրավունքների գրասենյակ ներկայացրեց մի շարք զեկույցներ, որոնցից ասենք թե մեկը հենց հայաքվեին էր ներկայացնել էր հայաքվեն, որի մեջ խոսքը գնում էր, հիշում եք, 2023 թվականի ընթացքում տեղի ունեցող հայաքվեի կազմակերպած ստորագրահավաքը, որը նաև ուղեկցվեց հենց այդ օրենքի եւ հայաքվեի մասնակիցների նկատմամբ բազմաթիվ խախտումներով եւ իրավական եւ ֆիզիկական հարձակումները, որոնք տեղի ունենում են գրասենյակներն կամ այն կետերի վրա, որտեղ ստորագրահավաքերան եւ այլն։ Այս ամենը որպես ընդհանուր փաստաթուղթ մենք փորձել ենք կազմել եւ ներկայացնել ՄԱԿ-ի գրասենյակ եւ ինչպես նշեցի, արդեն տեղ ունեցել դրա քննարկումը, սա 5 տարին մեկ տեղ ունեցած պարբերական դիտարկումներ են, ու քանի որ Հովհաննես Իշխանյան անձամբ եղել է Ժնևում եւ մասնակցել է, կխնդրենք Հովհաննեսին ավելի մանրամասն ներկայացնի, թե խոսքը ինչի մասին է։